Արցախից Երևան զինվորական հոսպիտալ են տեղափոխել եւս մեկ վիրավոր զինծառայողի 20-ամյա Յուրի Զաքարյանը հունիսի 17-ին գլխի հրազենային թափանցող վիրավորում է ստացել։ Ժամկետային զինծառայողի կյանքին վտանգ է սպառնում, նա միացված է արհեստական շնչառության ապարատին։ Հունիսի 17-ին Երևան էին տեղափոխվել եւս երկու վիրավոր զինծառայողներ, նրանց վիճակը կայուն է։ 20-ամյա Արմեն Վարդանյանը ականի պայթյունից գլխի շրջանում վիրավորում ունի, աչքի շրջանում վիրավորում ստացած մյուս զինծառայողը 33-ամյա Սպամյասնիկ Հովանիսյանը վիրահատվել է։ Հովանիսյանի աչքերի վիրակապերն արդեն հանել են, բայց բժիշկները դեռ չեն շտապում կանխատեսել արդյոք հնարավոր կլինի լիարժեք վերականգնել զինծառայողի տեսողությունը։ Հունիսի 16-ին եւ 17-ին զոհված 4 զինծառայողներին այսօր հուղարկավորել են։ Ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Գասպարյանին հողին են հանձնել Երևանում, Արայիկ Մատինյանին Լոռու մարզի Շնող գյուղում, Վարդան Սարգսյանին Արագածոտնի Լուսագյուղ համայնքում, Վիգեն Պետրոսյանին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։ Իսկ Բաքվում տարածաշրջանային այցն ավարտած ԵԱՀԿ խմբի համանախագահներն ամփոփիչ հայտարարություն են տարածել։ Դրա համաձայն Ադրբեջանում բանակցությունների ընթացքում եռանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի վերջին խախտումների կապակցությամբ, ինչը Բաքու իրենց այցի նախօրեին շփման գծում զոհերի է հանգեցրել։ Համանախագահներն Ադրբեջանի իշխանություններին լարվածության սրացումից խուսափելու կոչ են արել։ Նույն կոչը հնչել է նաև Երևանում եւ Ստեփանակերտում հանդիպումների ժամանակ։ Գործադիրն այսօր արտահերտ նիստում հավանություն է տվել կառավարության ծրագրին եւ այն ուղարկել ազգային ժողով։ Պատգամավորները ծրագիրը կսկսեն քննարկել հունիսի 21-ին, վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ծրագիրը հավակնոտ է որակել։ Կառավարության ծրագիրը ինձ թվում է բավականին ամբիցիոզ խնդիրներ է դրել իր առջև եւ մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ուզում հասնենք եւ տնտեսական աճի վերաբերյալ եւ գործազրկության վերաբերյալ եւ նվազագույն աշխատավարձի վերաբերյալ եւ արտահանման ծավալների վերաբերյալ, ինչպես նաեւ հարկ-հնա հարաբերության վերաբերյալ։ Բացի դրանից ըստ ոլորտների հստակ ձևակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները եւ այն հրաժեշտ քայլերը, որը պետք է անենք, որպեսզի հասնենք այդ նպատակին։ Տուլայի մարզում հունիսի 18-ին խոշոր վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 9 վիրավոր կա։ Տուժածներից 3-ը երեխաներ են, բախվել են միկրոավտոբուսը եւ Կամազ-Մագնիշի ավտոմեքենան։ Երևան-Մոսկվա երթուղու միկրոավտոբուսը պատկանում է Քոչարտուր ընկերությանը։ Մահացածը միկրոավտոբուսի վարորդներից է Ռուսաստանի քաղաքացի Օթար Նասիրովը։ Ընկերության տնօրեն Արամ Քոչարյանը Նյուզայմին տեղեկացրել է, որ մյուս վարորդը Կարապետ Մողրովյանը չի տուժել։ Հենց նա էլ վթարի ժամանակ ղեկին է եղել։ Վարորդը պատմել է, որ կայանված Կամազը կտրուկ պոկվել է տեղից, Մողրովյանը չի կարողացել խուսափել բախումից, քանի որ կողքի երթևեկելի գծով այլ մեքենաներ են ընթացել։ Չի էլ հասցրել արգելակել, արդյունքում բախվել է Կամազին։ Հայաստանի գլայի տեղափոխման դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Գործով կալանավորված Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի շահերի պաշտպանի խոսքով նյութերն ուղարկվել են կողմերին ծանոթանալու։ Հայաստան տեղափոխված Իգլայի արձակման խողովակը հրթիռով հայտնաբերվել եւ արգրավվել էր մարտի վերջին։ Ազգային անվտանգության ծառայության տեղեկություններով համարերի բաղկացուցիչ մասերը ձեռք են բերվել եւ փոխադրվել Սամվել Բաբայանի հետ նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով։ Ֆրանսիայի ազգային ժողովում առաջին անգամ 3 հայ պատգամավոր կլինի, նրանք մանդատ են ստացել հունիսի 18-ին կայացած խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների արդյունքում։ Հայ թեկնածուներ առաջադրվել էին միայն երկրի նախագահ Էմանուել Մակրոնի առաջ հանրապետություն կուսակցությունից։ Փարիզի Սենկլու արվարձանում հաղթել է Ժակ Մարիլոսյանը, Էրևլուար դեպարտամենտում Գիյոմ Կասպարյանը, իսկ Լիոնում Դանիել Կազարյանը։ Արցախի փոքր ավիացիայի ձևավորման առաջին քայլերն են արվում։ Լեռնային Ղարաբաղում անցկացվել է Արցախ Airfest առաջին փառատոնը։ Նպատակ ունեն այս կերպ եւս նպաստել туриզմի զարգացմանը, բարձրացնել Արցախի փոքր ավիացիայի պոտենցիալի մասին իրազեկվածությունը, խթանել բիզնես նախագծերի նկատմամբ հետաքրքրությունը։ Առաջին իսկ փառատոնին մեծ թվով օտարերկրացի զբոսաշրջիկներ են մասնակցել։ Հունիսի 19-ին դոլարը շարունակել է արժեզրկվել, իսկ եվրոն թանկանում է։ Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 481 դրամ, եվրոյինը 538, ռուբլունը 8 դրամ 29 լումա, ֆունտինը 615 դրամ։ Հունիսի 20-ին հանրապետության հյուսիսային շրջաններում տեղումներ են սպասվում, առանձին վայրերում կարկուտի հավանականություն կա։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, Երևանում նույնպես հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 19-ից 21, ցերեկը 33-ից 35 աստիճան տաքություն։